Ուղղակի մեր հասարակության մեծամասնությունը ենթարկված կամ մի զգալի մաս ենթարկված լինելով մեդիա տերորին չի էլ պատկերացնում ինչպիսի ծանր հետևանքներ ենք բախվելու, ինչպիսի մեծ գին ենք վճարելու այս արկածախնդիր քաղաքականության համար։ Մեխանիզմը 3 սկզբունքային թեզի մեջ է կայանում։ Մենք առաջարկում ենք երաշխավորված խաղաղություն միակողմանի զիջումների փոխարեն, այսինքն խաղաղության գործընթացը չի կարող կախված լինել Իլհամ Ալիևի քմահաճույքից, իսկ Հայաստանը, այս պահի Հայաստանը, թուլացած, խեղճացած Հայաստանը միայնակ ռեսուրսներ չունի դիմակայելու Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության, ըստ այդմ մեզ պետք են դաշնակիցներ եւ խաղաղության գործընթացը պիտի ունենա միջազգային միջնորդներ եւ միջազգային երաշխիքներ։ Երկրորդ, մենք առաջարկում ենք ազգային հանրային համերաշխության բանաձևը, որովհետեւ երկրի ներսում բարիկադներ գցելով, հասարակությանը սևի սպիտակի բաժանելով, հասարակությանը ներկա նախկինի բաժանելով, հասարակությանը եկեղեցու պաշտպանների եւ մոլերանտ հակառակորդների բաժանելով, աղքատների հարուստների բաժանելով, արցախցի հայաստանցի բաժանելով, մենք ուղղակի ոչնչացնում ենք մեր պետականության իմունիտետի պոտենցիալը։ Եվ վերջապես, որպեսզի հասարակությունը երջանիկ լինի եւ շփիտ գա բոլորիս երեսներին, դեմքներին, դրա համար պետք է բարեկեցիկ միջավայր։ Այսինքն, որպեսզի մարդը աշխատելու եւ իր արդար քրտինքով տուն պահելու հնարավորություն ունենա։